Դուք նոր ստեղծված եք։ Ես ուժեղ եմ, երբ վստահում եմ Աստծո կարողությանը իմ իրողությունները շտկելու համար։ Երկրորդ Կորինթացիների 5:17-ում ասում է. ուրեմն եթե մեկը Քրիստոսում է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Երբ Քրիստոսը դառնում է ձեր փրկիչը եւ Տերը, մեր մեղքի հավիտենական պատիժը հեռանում է, այնքան հեռու, որքան արևելքը հեռու է արևմուտքից։ Սաղմոս 103:12։ Մեղքն այլևս չունի իշխանություն եւ օրինական հիմք ձեր հոգին գերության մեջ պահելու համար։ Դուք ազատ եք արձակված, սակայն ազատությունը եւ ներումը չեն վերացնում մեղքի գործնական եւ բնական հետևանքները։ Եթե ես հանցանք գործեմ եւ դատապարտվեմ ազատազրկման, այնուհետև փրկվեմ, իմ հոգին ազատ կլինի, բայց մարմինս միևնույն է կհայտնվի բանտում։ Սա չի նշանակում, որ ես չեմ ներվել, սա նշանակում է, որ ես փնտրում եմ նրա իմաստությունը, երբ առերեսվում եմ իմ իրողություններին։ Այդ դեպքում գուցե զարմանաք, թե ինչպես է այս ճշմարտությունը կիրառվում. ես ներված եմ եւ դարձել եմ նոր արարած։ Հներն անցել են, ամեն բան նոր է ինձ համար։ Այս ճշմարտությունը ներգործում է մեր մեջ։ Մենք ներված ենք եւ մեր մեղքերը ջնջվում են այն պահին, երբ խոստովանում ենք դրանք։ Մենք հոգեվոր առումով նոր ենք ստեղծված այն պահին, երբ վերապրում ենք Քրիստոսի առատ ողորմությունը։ Բայց սա չի նշանակում, որ իմ նախկին ընտրություններն այլևս ազդեցություն չունեն ինձ վրա։ Ես այլևս մեղավոր չեմ եւ հավիտենական դատաստանի տակ չեմ, բայց որոշ հետևանքներ մնում են։ Զուտ տեսականորեն ինչ կլիներ, եթե ես հղիանայի իմ երիտասարդ անխոհեմ տարիներին։ Հավանաբար դա ահազանգ կլիներ։ Ինչ կլիներ, եթե ես հղիանալուց հետո դառնայի քրիստոնյա։ Միթե երեխան կանհետանար։ Իհարկե ոչ։ Երեխայի ներկայությունը ոչ մի կերպ չէր ժխտի իմ մեղքերի թողությունը, ինչպես որ իմ մեղքերի թողությունը չէր հերքի երեխայի գոյությունը։ Երեխան մեղ չէ, նա իմ կայացրած ընտրությունների արդյունքն է։ Երեխան կսիրվի եւ կընդունվի որպես պարգև, չնայած նրան, որ բեղմնավորումը տեղի ունեցել ամուսնության ուխտից դուրս։ Աստված ներում է մեր սխալները, անհաջողությունները եւ մեղքերը։ Հրաշքները միշտ չէ, որ այնպիսի տեսք ունեն, ինչպիսի մենք ակնկալում ենք։ Եվ կոտրված կտորներից գեղեցիկ բաներ կարող ենք ստեղծել։ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, բայց երբ սիրտը կոտրված է, դա դառնում է նրա առաջին մտահոգությունը։ Նա հեռացնում է քարեղեն կոտրված սիրտը եւ փոխարինում այն մսեղեն փափուկ սրտով։ Եկեք աղոթենք. Տեր, ցույց տուր հավիտենական ներման եւ բնական հետևանքների տարբերությունը։ Ես վստահում եմ քո կարողությանը դարձնելու ինձ լիարժեք բոլոր առումներով։ Մենք կարող ենք վստահել նրան, երբ նա ասում է, որ մենք նոր ստեղծված ենք։